Հունվարի 15-ից գործադուլ անող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի հորատող բանվորները այսօր հունվարի 23-ին նորից հավաքվել էին կոմբինատի մուտքի մոտ աշխատավարձերի բարձրացման եւ աշխատանքային պայմանների բարելավման պահանջով։ Թվեր ենք իրանց ներկայացրել, իրանց կողմից ոչ մի պատասխան չի եկել, որ այսքան չենք կարող, այսքան կարանք, իրանք մի դրամ անգամ պատրաստ չեն բարձրացնելու։ Հենց է իրանց պատասխանը։ 1700 դրամ կուբնա, ասել ենք 2200։ Այսինքն դա ինչքան է։ Մետրը եղել է 18000 եւ 19000, նո այնտեղ Սեչենիայի մոմենտ է։ Դա 21, 22, 21000, 22000։ Ասում են, իրենք հորատող բանվորներ են, բայց ավելին են անում, քան գրված է աշխատանքային պայմանագրերում։ Պահանջում են, եթե չեն կարողանում բարձրացնել աշխատավարձը, գոնե պետք է միայն պայմանագրով ստանձնած աշխատանքը կատարեն։ Հա, չէ, եթե այսօր էլ հանեն, այդ այլ աշխատանքները, եթե այսօր էլ հանեն, մենք էլ պատրաստ ենք գնանք, բայց մեր չեն հանում այդ այլ աշխատանքները։ Ասում են, հա, կհանենք ընթացքում քիչ-քիչ, ես իմ քիչ-քիչ որ մի տարվա ընթացքում, թե մի ամսվա ընթացքում, այս կոնկրետ ժամանակ է։ Գործադուլավորների խոսքով ղեկավարությանը ներկայացված պահանջները արդարացի են, մատնանշում են միջազգային շուկայում պղնձի գնի բարձրացումը։ Հիմա մենք ընդհանրապես այն ենք ուզում, որ պղինձը հանգացել է 100%-ով, սա ադի ժամանակը։ 4 տարի է անհատ ինքը թանկանում է։ 4 տարի առաջացել է 6700, հիմա 12700, թե ինչ համարյա 10700։ Արշալույս Մատինյանն ասում է, շատ ծանր վտանգավոր աշխատանք են անում, որ այդ գումարով քիչ մարդ կհամաձայնվի կատարել։ Շատ տանջանք է, էլի, այսպես ասեմ, որ որ ստանում է, դա կողքից ասեն կարող այդ թիվը, կարող է, չէ, ինքը մեծ թիվ է։ Կողքից որ մարդիկ լսում են, ասում են, վայ, ոնց 600-700 000 փող է ստանում ու մի բան է բողոքում ես, բայց դա տենց բան չկա, էլի, ցանկացած մարդով որ տես բան կասի, թող մի հատ գամեր հետ մտնի, գնանք, տենանք, ինքը գա, ընդհանրապես գա հասնի, դաժե այդ տեղը, այդ 2 կիլոմետրու կեսա, թե 3 կիլոմետրը, որ մենք մտնում ենք այդ կերնի տակը, ինքը նույնիսկ չի կարա գա։ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը նախորդին հորատող բանվորներ ընդունելու վերաբերյալ հայտարարություններ տարածել իր էջում։ Գործադուլավորները լսել էին նաև, որ ընկերությունը պատրաստվում է հնդիկներ ընդունել աշխատանքի։ Դե եղել է տենց խոսակցություններ, դա ես իմ չես կարող ասել ոնց կլինի։ Իրանք դաժե Facebook-ում իրանց էջում հայտարարություն են տվել, որ զաբոչիկներ են ուզում ընդունել, բայց դա բան չէ, էլի փողոցային ավլող չի, որ ամեն մեկն էլ գա կարողանա։ Գործադուլանողներից 45-ը ծանոթում է ստացել անհարգելի բացակայությունների պատճառով աշխատանքից ազատվելու հնարավորության վերաբերյալ։ Այդուհանդերձ, մինչև իրենց պահանջները չբավարարվեն, չեն պատրաստվում աշխատանքի վերադառնալ։ Դա գործադուլ է, սա անհարգելի չի, ինձ թվում է, եթե որպես մարդ ստացել եք, որ կարող եք ազատվել աշխատանքից, այսինքն դե դա ինձ թվում է բացահայտ է, սպառնալիք որն է, դա ընդհանրապես չեք գալի աշխատանքի անհարգելի բացակայա հիմնական ինքն է անում ամեն գործ։ Կոմբինատում չկա արհմիություն։ Երեկ այս հարցը եւս քննարկվել է ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։ Ախթալայի բնակիչ Սևակ Վարդումյանն ասում է, դա հնարավորություն կտար նմանատիպ հարցերը քննարկել արհեստակցական միության միջոցով եւ կարիք չէր լինի դիմել ծայրահեղ քայլերի։ Ասում է, աշխատանքային անբավարար պայմանների պատճառով շատ մասնագետներ լքում են Ախթալան։ 2019 թվականին Ախթալա քաղաքի, կոնկրետ Ախթալա քաղաքի բնակչությունը, փաստացի բնակչությունն եղել է 2300։ Հիմա այդ թիվը հասել է 1800-ը։ Այսինքն 500 մարդով փաստացի բնակիչների թիվը պակասել է։ Եվ դա հետևանք է հենց նմանատիպ խնդիրների, որովհետև չի կարող լինել այդպես, որ տեղում լինի հանքարդյունաբերական կենտրոն, ու մարդը իր ծննդավայրից թողի գնա 500 կամ 600 կիլոմետր հեռու նույն աշխատանքը կատարի։ Գործադուլավորները նույն պահանջով վաղը եւս կլինեն կոմբինատի մոտ։ Քաղաքացիությանը Լոռու մարզի Ախթալա բնակավայրից։